Հարգելի գործընկերներ, քանի որ ես Սյունիքի մարզն եմ ներկայացնում, ես մի քանի դրվագով կանդրադառնում էկոպարեկային ծառայությանը։ Պարոն Թոմասյան, ոնց ասեցիք, շունչը զգացվում է, այո զգացվում է, ես պարոն Մկրտչյանին քիչ առաջ դա էի ասում, որ իրականում հաճախակի, քանի որ ես այցելում եմ տարբեր բնակավայրեր, ինձ ասում են, որ էկոպարեկները անգամ գյուղարանքներ են մտնում այդ ոչ ասֆալտապատ ճանապարհներով եւ 24 ժամյա ծառայություն են անում եւ այս էկոպարեկային ծառայությունը կարելի է համարել, որ Ժիգուլուց իջել ենք նստել Մերսեդես, որովհետեւ 3 կոմպոնենտ կարելի առանձնացնել դրա համար, որովհետեւ մեկը տեխնիկապես գերհագեցած ծառայություն է լինելու, նախկինում կիսապրոֆեսիոնալ ծառայություն էր մատուցում անտառներում, երկրորդը 24 ժամյա ծառայություն է եւ երրորդը բնականաբար պատշաճ աշխատավարձ է եւ հետաքրքրությունը շատ մեծ է, ինչպես նշեցիք, պարոն Դանիելյան, այո, մարդիկ կան, որ դուրս մնացին, ես անձամբ գրեթե բոլորի հետ կապը պահում եմ եւ եթե չհամապատասխանի նրանց տվյալները էկոպարեկային ծառայությունում աշխատելու, ես պարոն նախարարին եմ այդ մասին տեղեկացրել, այլ կազմակերպությունում այլ ծառայության կփորձենք նրանց աշխատանքի հարցը լուծել, բայց նաեւ նոր աշխատատեղեր են եւ տասնյակ մարդիկ մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր շատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում, հիմա էկոպարեկային ծառայությունում բարձր աշխատավարձ են ստանում եւ պատշաճ աշխատանք են կատարում։ Ընդհանրապես ես կարծում եմ, երբ որ ամբողջ Հայաստանում համալրենք էկոպարեկային ծառայությունը, դա լրիվ այլ պահպանություն է լինելու եւ մենք շատ արագ կարծում եմ ամիսների ընթացքում որտեղ համալրենք, այդ արդյունքը տեսնելու ենք։ Նամանավանդ որ գիշերային ժամերն էլ տեսնում եմ, որ անընդհատ շրջում են եւ նշում եմ այն վայրերում են լինում, որտեղ անսպասելի է, որ էկոպարեկային ծառայության մեքենան իր այդ լուսարձակներով շրջում է գյուղարանքներով եւ արգելոցների հարակից տարածքներով։ Շնորհակալություն նաեւ ձեզ կատարված աշխատանքի համար։